հարցը անգամ այսօր բոլոր փաստաթղթերով հանդիսանում է առաջնահերթություն, միջազգային ճանաչումը եւ որևէ մեկը դա չի փոխել։ Բացառապես իշխանությունները այսօր կեղծ իրենց թեզերով թուրք-ադրբեջանական տանդեմին հաջողանալու նպատակով փորձում են այդ հարցը հանել օրակարգից։ Պարոն Վանեցյան, այսօր Փաշինյանը դատապարտել է, սադրիչ եւ հրահրող է համարել Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները այրելը, ասել է, որ միջազգայինորեն ճանաչված պետության դրոշները այրելը, այն էլ հարևանների, դատապարտելի է եւ ընդունելի չէ։ Որն է ձեր վերաբերմունքը սրան, ճիշտ է նման քայլը, ճիշտ չէ, Փաշինյանը ինչ է այսքան ցավում հարևանների դրոշների համար։ Փաշինյանը, եթե միայն ցավար դրոշները այրելու համար եւ որևէ գործողություն չաներ, որը կբխեր ոչ թե հայկական պետության շահերից, այլ կբխեր բացառապես թուրք-ադրբեջանական շահերից, մենք կարող էինք այդ հայտարարությունը դիտարկել որպես երկրի ղեկավար, որը պարտավոր է պահպանել ամեն դեպքում հարաբերությունները հարևան երկրների հետ։ Բայց այս իրավիճակում Փաշինյանի խոսքերը տեղավորվում են այնտեղ, որ ինքը հերթական անգամ սպասարկում է ավելի եռանդով թուրք-ադրբեջանական շահերը, քան հայկական շահը։ Պարոն Վանեցյան, քանի որ դուք Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել եք, ուզում եմ իմանալ, այդ սպասարկումը եղել է 18 թվականից, թե 20 թվականից հետո։ Ես 19 թվականի սեպտեմբերին, երբ ներկայացրել եմ հրաժարական, հստակ խոսել եմ հրաժարականի պատճառների մասին։ Ես այն ժամանակ չեմ տեսել, որ նման քայլեր իրագործվում է, բայց մարդ, ով տիրապետում է մի քիչ ավելի շատ տեղեկատվության եւ վերլուծելու ունակություն ունի, հասկացել եմ, որ այո, մեր երկիրը ցավոք սրտի գնալու է այն ճանապարհով, որով գնացել ենք, բայց անգամ ամենավատ երազում չէին կարող պատկերացնել, որ հասնելու ենք այս իրավիճակին, որը մենք այսօր ունենք։